Նայեք, սկսենք ընդեղից, որ դե շատերը ասում են, այն աշխարհով որ գնում է, հետ չի գալիս։ Ու այդ բառից, եթե բացենք շատ, ասենք աստվածաշունչ կամ ցանկացած տարբեր կրոնների գրքեր, ասենց գալիս են աստվածաշնչում, օրինակ ասում են, ես այդքան մարգարեներ ուղարկեցի, չընդունեցիք, չհասկացաք։ Այսինքն մենք այն որ ընդեղից ասենք ոչ մեկ հետ չի գալիս, տենց չի։ Ասենք նույնիսկ կա շատ որ կլինիկը կա մահ են տանում ու հետ են վերադառնում ու ինչ-որ բաներ պատմում։ Նո գիտական Մոուդին կա որ աշխատությունները բավականին արել դրա մասին։ Ու էլի լիքը գիտնականների մոտեցումներ կան, որոնք ուսումնասիրում են կլինիկական մահը, որոնք կլինիկական մահից հետո հետ են վերադառնում եւ ինչ-որ բաներ են պատմում ընդեղի եղած երևույթների մասին, որոնք նայեք մենք մտածում ենք որ այս մահվանից հետո կյանք հելիս տեղ է, բայց դա տեղում չի։ Դա կարող ասեմ որ ուրիշ չափողականության մեջ է տեղ ունենում։ Մենք մեր գիտակցությունը ընկնում է ուրիշ չափողականություն, որտեղ այս երեք չափողականության հետ կոնտակտները այտենց հստակ չեն։ Ինքը ինչ որ կարան լինի մշտական չի կոնտակտ լինում, այսինքն մենք հիմա մեր գիտակցությունը ֆիզիկական աշխարհն է անցալում երեք չափանի տարածությունը, բայց կա նաև բազմաթիվ տարածություններ, չափողականություններ, քվանտային ֆիզիկան դրա մասին շատ է խոսում, իրանց բոլոր փորձերը դրան բերում են, որ չափողականությունների քանակը 3 չի, բազմաթիվ են, մենք ենք դա անցալում որպես 3 ու կարա ինքը շատ բազմաթիվ լինի, ոչ թե կարա հաստատ տենց բերում է, քանի որ ամբողջ աշխարհի նկարագրությունը մաթեմատիկական բանաձևով է, մաթեմատիկական բանաձևերը բերում են, որ չափողականությունների քանակը շատ անսահման մեծ է, 10-500 աշճան մոտավորապես տենց թիվ են ասում, այսինքն մեր ընկալումները շատ սահմանափակ են այս գայրանների, որ մենք ընկալենք այն մյուս Մեր բախտը բերել է, որ սահմանափակ է, եթե սահմանափակ չէ, չափումների մեջ կգժվեինք, եթե 3-ի մեջ հազիվ ենք ինչ-որ մեր տեղը գտնում, պատկերացնում ինչ-որ շատ լինեին։ Դե, բայց մեր համակարգիչները դա չեր ընկալի, էլի։ Կան համակարգիչներ, որոնք ինչ-որ ակտիվություն ունեն, կարող են ինչ-որ բաներ ու չափողականությունից բերենք։ Ասենք հանճարները իրանց ստեղծագործությունները բերում են ուրիշ չափողականից, որտեղից է հայտնվում դա։ Ասենք նույնիսկ դուք եք պատմում, որ ձեր գրքերի ինչ-որ մաս ինչ-որ տեղից ստանում եք, որտեղ այս երաչափ տարածությունը ոչ մեկը չկա։ Որ չկա իրոք երաչափ տարածությունը, բայց դուք ինչ-որ տեղից ստանում եք, որտեղ ստանում եք մի բան, որը անցյալի հետ է կապված, որը արդեն եղել է, բայց դուք ներկայով դուք դիտում եք այդ անցյալը նույնիսկ։ Այսինքն ժամանակը շատ ուրիշ ձև է ընթանում, դուք ընկնում եք մի հատ ուրիշ։ Ժամանակը մեր կողքից գալիս է անցյալը մի գրականագետ Կալիգուլա Վեպիս մասին ակադեմիկոս գրախոսական է գրել, ասում էր Պեպանյանի գործը, որ կարդում ես, քեզ թվում է անցյալը կողքից գալիս է։ Հետևում չի կողքը, կարող ես ինչ-որ մի դուր բացես, այնտեղ է հասկանում ես։ Գալիս է քեզ այդ անցյալը։ Դա եմ ասում, ուրիշ կարող չափողականության հաճախականությունից է կախված նաև ոնց որ այն լույսին ճարագությամբ հակտում մենք հիմա հարաբերական տեսությունից երկիրը տենց արագ չի շարժվում, նո տենց ասենք երկիրը դա ոնց ենք դիտարկում, որ կետից ենք նիկամ գալակտիկայի կետից որտեղից տենց արագ չի շարժվում, այսինքն այն մյուս չափողականությունը արագությունը շատ ուրիշ է ու դրա համար այնտեղ ընթացող ժամանակը շատ ուրիշ է ու կարաս մի տեղ ընկնես որտեղ հələ այն ենք 500 տարի հետ գնաս ընկնես։ Նո կարելի է նույնիսկ 500 տարի առաջ ընկնել։ Նո սիմվոլիկ ասեցիք, 5000 տարի հետ ընկնել, առաջ ընկնել։ Մենք այդ ընկալումը իհարկե նուրբ ընկալումներ են, որ սովորական մարդը չունի իր ազգայական ընկալում, բայց ինչ-որ մարդիկ ունեն։ Բայց բոլոր հանճարեղ գիտնականները, արվեստագետները, ցանկացած որ մարդկության ինչ-որ գործունեություն անում, իրանք ընկալում են, որ դա կա։ Նույնիսկ Նյուտոնն էլ է ասում, որ ես չեմ բերում, ասում եմ, ես ուրիշ տեղից ինձ հսկաներ այս երևույթը տալիս են, այսինքն չհաշված, ասենք, Մենդելեև-Աուսյակ, չհաշված մեր Այբուբենը եւ այլն հազար ու մի տենց, նո գիտության առաջընթացներն էլ որ չհաշվեմ, Մոցարտը, Բեթհովենը արվեստի մեջ եւ այլն բոլոր իրանք ասում են, որ
մեզ մուզաների, հինուներ ասում են մուզաներ, ինչ որտեղ բացատրություն էին տալիս, որտեղ իրանց ընկալման մակարդակով էին բացատրություն տալիս, որտեղ այն ժամանակ գիտությունը տեն չէր զարգացած, այդ չափողականությունների ընկալում չկար, էներգիայի պահպանման օրենքը տեն չէին ընկալում եւ այլն, ինքը ուրիշ մի քիչ տենց կրոնական ձևով էին բացատրում, բայց հասկանանք, որ մեր այսքան որ գիտակցություն հավաքում ենք, ոնց որ տեզերքը ստեղծում է, որ մենք այդ ոնց զրոյից մարդ ենք դարել, ինքը պետք է չկորի, էլի, անիմաստ է այս տեզերքը սաղ կարգ ու կանոններ, որ բանաձևերով բացատրում է, այդքան կարգ կանոնով ստեղծել ու դե ես լոգիկայով եմ գալիս, դա անիմաստ կորի, այսինքն մենք ինչ որ փորձ հավաքեցինք, լիքը գիտելիք իմացանք ու ինքը ջնջվեց, այտենց չի։ Ես կգլեկն քեզ ընդհատեմ, ինչ էր ասում է ջնջվելու հետ կապված, որ երիտասարդ էի, այտենց ոչ ստանդարտ մտքեր էին գալիս, ես դրանց ասում եմ մազալու չեմ այդ բառը հայերեն թե չէ, եւ ուզում էի գիրք գրեի, եւ իմ գրքի հերոսը այ պիտի այդպես լիներ, ինքը երիտասարդ մահանալու էր եւ այդ կնոջը ում հետ որ ամուսնացած էր կամ կապի մեջ էր, ասում էր դու մի անհանգստացի, մեր երեխան որ ծնվի, նորից իրեն մենք տարեր չենք սովորեցնելու, այն ինչ որ ես գիտեմ, իրեն ժառանգելու եմ, ինքը ծնվելու այդ ամեն ինչ իմացած, չոչնչանալով։ Ես իհարկե այդ դա չգրեցի, ու մեկ էլ որոշ ժամանակ անց հեռուստացույցով տեսնում եմ ֆիլմ, էլի հերոսը ասում է նույն բաները, ես մեռնում եմ, բայց մեր երեխան պիտի բան լինի, ինքը այդ ամեն ինչ չի կորելու, հասկանում ես, ես նախ ես երևույթն եմ ուզում հասկանալ, ինձ էլ էր եկել այդ միտքը, այդ կինոյի սցենարիստիները էլ եկել, չոչնչանա, այսինքն չի էլ ոչնչանում, չէ՞ դրդատ։ Դե էներգիայի պահպանում չենք չի ոչ, այսինքն մենք նայեք հիմա մեր ուղեղում կա կեղևի, որտեղ մտածում ենք, կեղևի տակով ենք մտածում, կենցաղային բոլոր հարցերը։ Խորքային հարցեր, հիմնական մասը տենց է մտածում մարդկանց, էլի, այդ արտաքին կեղևում, բայց խորքային հարցեր, արարման հարցեր, շատ վերլուծական հարցեր, արդեն կեղևի մասով չենք մտածում, արդեն խորքային ուղեղի միջով է ինչ որ երևույթներ տեղ ունենում։ Հենց այդ դրանք, որոնք կեղևային մասը մահից հետո ջնջվում է, հիմնական մասը։ Այդ վինչեստրը մաքրում են։ Բայց այդ որոնք սենց ինչ որ անկապ բաներ են, էլի, սենց ինչ որ պարզունակ ես։ Պարզունակ, որոնք այդպես նոր բան չես դնում։ Իսկ այն, որը խորքային ինչ որ բաներ կան, այդ դրանք մնում են։ Դրա համար ոնց որ եթե ինչ որ մարդը շատ խորքային մտածող է, նո դա պարզ արդեն փորձեր կան, որ իր մահից հետո իրակի որ դիտարկում են իր ուղեղի ծալքերի քանակը շատ տարբերվում, այսինքն ոչ թե ուղեղի մեծությունը, ոչ թե ուղեղի չափերը, այլ ծալքերի քանակը, որտեղ կարող մեծ լինի, բայց ծալքերը շատ չլինեն, կարա շատ խիտ ծալքերով լինի։ Օրինակ Թումանյանինը տարել շատ ուսումնասիրել են այդ ծալքերը, որ նո երբ որ այդ ուսումնասիրության նո անատոմիկում, չգիտեմ, հիմա կա առաջ դրած էր իր մի քանի անգամ շատ է, քան սովորական մարդունը։ Ինքը մի հազար անտենա է ունեցել, որպես այդ տանը չէ ստեղծի։ Ասում եմ, որ այդ ամեն մի ծալքը դա ոնց որ մի հիշողություն է, մի կյանքից բերած բոլոր հիշողությունները բերված, այսինքն ինչքան ծալք կա, այդքան մենք կյանքեր ենք ունեցել։ Հոգևոր տեսանկյունից տենց է ասում։ Դրա համար ասենք որ քիչ կյանք ունի, իրանը քիչ է, էլի ուղղա։ Շատ տհասների մոտ շատ քիչ են։ Առաջինն է իրենց մոտ։ Նորեն եկել։ Նայած այդ խորքային ինչ-ցանք, հա, տենց նորեն եկել։ Հիմա այդ նայեք ընկալումը, հիմա մի հատ sense նուրբ թել ասեմ, էլի։ Հիմա կարող է երաժշտությունը ինչ որ sense շատ ոգեշնչող երաժշտություն, շատ էլ լսեն բան չհասկանան։ Այդ չի նշանակում այդ երաժշտությունը մեր գիտակցության վրա չի գործում եւ չի ասում ինչ անենք բոլորը չեն հասկանում, բայց մի քանի հոգի որ դա անցալում են ոգեշնչում է, ուրեմն խորքային մեր հոգում ինքը ազդեցություն է թողում։ Հիմա կան մարդիկ, որոնք կարող են շատ խորը վերլուծել կամ մեծ մասը չի կարող վերլուծել, չի կարող հասկանալ։ Հիմա կան մարդիկ, որոնք կարող են անցալել նաեւ այդ կյանքը մինչեւ ծնվելը։ Հիշել, ինչ որ դրվագով հիշել։ Ինչ որ դրվագով, ինչ որ ապրումներ ունենան, նույնիսկ դրվագներ ոչ միայն
այն չափողականության մեջ, այլ այն չափողականության էլի գալիս ենք այս չափողականություն, հետո գնում ենք էլի մահանալուց հետո այն չափողականություն, այսինքն կարան ինչ-որ դրվագներ հիշեն։ Բնությունը ջնջել է, որովհետև մենք կարանք մի քիչ ճիշտ չընկալենք, խելագարվենք։ Ես համաձայն եմ քեզ հետ, եթե բոլոր կյանքեր հիշեք, բայց որ ես պատանի էի, հետո որ երիտասարդ դարձա, իմ մոտ այն զգացողություն էր, որ ես հին Հռոմում ապրել եմ, երբ որ ես Հուլիոս Կեսար վեպը գրում էի, իմ մոտ այն զգացողություն էր, որ ես վերհիշում եմ, այդ ամեն ինչով ես անցել եմ եւ գրքից մեջ էլ ես կամ այնտեղ ինչ որ դա իմը որ ասում են անցյալ կյանքում ապրել, ես բացարձակ չեմ կասկածում։ Ես չեմ կարող հաստատ ասել, որ այո, ես այնտեղ ապրել եմ, բայց այն զգացողությունը ունեմ, որ այդ ամեն ինչի շատ հոգեհարազատ է։ Ես տեսել եմ դա, հասկանում ես։ Դե ինձ թվում է այդ գերմանական բանն էլ է։ Ազդել շատ մինչև էլ դու այնտեղ sense բան ունես։ Հա, բայց ես երիտասարդ մինչև այդ դրանց փորձի ծանոթանալն էի, որի մոտ է զգացողությունը կար։ Հետո ինձ հուշեցին, որ ես գնամ գերմանական էլիտայի փորձը ուսումնասիրեմ, էլի։ Մինչև դա կար։ Երևի այդ էլիտայի մեջ էլ եղել եք, դրա համար ձեզ շատ ձգում է։ Այդ ինչա մեկից մեկ մի բանը շատ ձգում, մյուսին մյուս բան։ Մյուս կարան մի ձվանի երեխաներ լինեն, բայց մեկին շատ մի բան ձգի, մյուսը։ Ուրեմն այդ ինֆորմացիան, ոնց որ ինֆորմացիա ասեմ, էներգիա ասեմ, գաղափար ասեմ, հոգի ասեմ, հիմա տարբեր տեղ կարանք տարբեր անվանումը գիտակցության հոսք ասեմ, նա մոտեցում, դրանք հիմա բառեր են, կարոջի, ինքը պահպանվում է, մենք չենք հիշում, որովհետև մենք դեռ դոստուպ չունենք, ինչի դոստուպ չունենք, որովհետև մենք ինքնիստինքյան, որ ուժեղ ցավալին մարդու ուժ կգնում է, թե չէ ցավին չի դիմանա, và ավելի կտարապի մարդ, դրան բնական ուժ կգնում է, եւ այսինքն օրգանիզմը ունի ինքնապաշտպանական համակարգ, երբ որ մենք չենք կարա հասկանանք վերլուծենք, մեր գիտակցությունը կարա նորմալից խափանվի, այսինքն գժվենք, դրա համար ինքը որպեսզի դա չլինի, դրա համար տեղ բլոկ է դրած, որ մենք չհիշենք, երբ որ դու ինչ-որ հոգևոր բարձր հասճան ես ասում, որ երևույթները կարող ես շատ ավելի լայն տեսնես, հասկանա շատ երևույթներ ու քեզ չի կարա այդ դրանք խախտարի թե չի ինչ-որ բաներ, դու կարաս ընկալես այդ անցյալ բաներ, այսինքն հոգևոր զարգացած մարդիկ կարում են ընկալել։ Ջորդանո Բրոնոյի մասին արվելու գնացող վեպից մեջ մի դրվագ եմ դրել, որ ես երիտասարդ ժամանակ որ ասի ոչ ստանդարտ գիրք ուզում էի գրեի, այսպես է լինելու։ Ինչ որ մի պահից հերոսը զգում է, որ ինքը ինչ որ բաներ է հիշում երևույթներ, որ իր կյանքում չի եղել։ Ու տես մի քանից ու անգամ տեսնում է պատկերներ եւ հետո գալիս է եզրակացության, որ ինքը սկսում է հիշել հոր հետ պատահածը, պապի հետ պատահածը, ու խճճվում է արդեն չի իմանում որն է ինքը, որն է եղել։ Այսինքն այդ բլոկները պիտի լինի նաեւ նախկին կյանքերի, որ դու գժվես չես իմանա, երեք այս մարդուն ասել ես թե չես ասել, թե պապի տարածները Հուլիոս Կեսարյաններ, որի կերպարում ասենք ապրել ես էլի։ Կգժվես ես։ Դե երբ որ կարող ես կառավարման համակարգը կարանս քիչ ավելի ոնց որ հասկանաս դու այդտեղ քիչ ոնց որ հնարություն ես տանում թույլատրություն ասեմ, ինչ ասեմ, այդ երևույթները ընկալելու։ Ինքը այդ ուղեղով չի լինում, մի ուրիշ տեղով է լինում այդ ընկալումը, հստակ ուզում ասեմ, բայց սկսում է գալ։ Ընկալումը դե հիմա կարան ասեն շիզոֆրենիա է, դա, որտեղ շատերը ինչ որ շիզոֆրենիա բաներ են ասում, նայեք, այտենց որ վերցնենք ցանկացած հանճար պիտի շիզոֆրենիա ասենք, բայց մարդկությունը առաջ տանող ամեն ինչ օրինող, ամեն ինչ արարողը իրանք են։ Դա մեր ընկալումը ճիշտ չի լինի շիզոֆրենիա է։ Ուղղակի շիզոֆրենիան տեսլա, այդ մարդը ստանում էր ինչ որ գյուտեր, որ չէր էլ հասկանում։ Մինչև հիմա չգիտեմ։ Բարագնումը տեսնում էր, բացատրում էին իրան, ինչպես է աշխատում, գալիս ասում էր, այսպես սարքեք, բայց ասենք դրա ֆիզիկան չգիտեր մարդը, էլի։ Ստատ իրեն ցույց էին տալիս։ Հիմա այդ որ կարում են հիշեն, իրանք ավելի ոնց որ ինչ որ բան ընկալելի իրանց մեջ բացված է, որ կարան օգնեն։ Հիմա մարդիկ որ չեն հիշում, օրինակ մի ասենց բան ասեմ։ Հիմա դուք որ քնում եք, կաք թե չկաք։ Եվ կաս եւ չկաս։ Կաս որտեղ այնտեղ միսորը զարթնում ես, բայց նայեք, որ միսորը զարթնում եք, հաստատ դուք եք, չէ՞ զարթնել։ Բայց ես գտնում եմ, որ քնել էլ մահվանպես մի բան է, կարճ։ Բայց կաք, չէ՞ դուք։ Բայց կաս, հա։ Կաք, չէ՞, հաստատ կաք։ Որ քնում եք, հաստատ կաք, չէ՞։ Դեռ էլ գիտենք որտեղ է։ Չէ, բայց մարդը դուք չեք գիտակցում, բայց կաք։ Հա։ Հիմա նայեք, մահն էլ, կարող մենք չենք գիտակցում, բայց կանք։ Ես ուզում եմ բերեմ այդ օրինակը, որտեղ հաստատ դու համոզված եք, որ երեք քնել եք, էդի դուք էիք, Պեպանյաններ, այսօր որ զարթնել է, էլի Պեպանյանն է։ Չէ, ուրիշ մարդ չի զարթնել։
Հիմա բայց այն ժամանակ որ քնած եք, կարող երազ չեք տեսել, չեք հիշում, կարևոր չի։ Ասենք մարդ կա երազներ չի հիշում, մարդ կա հիշում է, բայց դուք եղել եք, հաստատ այդ ժամանակ եղել եք։ Ինչ էլ ձեզ եկան գան համոզեն, որ չկայք, չեն կարա, չէ՞ համոզեն։ Հաստատ համոզված եք, որ երբ որ քնած եք, դուք կաք։ Հիմա այդ մահն էլ դրա նման է շատ։ Մենք չունենք մեծ մասը չունի, մարդիկ կան որ ունեն, որ մարդիկ կան որ քնած ժամանակ ինքնագիտակցում են, կամ մարդիկ որ պայծառ երազներ են տեսնում, կամ մարդիկ եւ ասենք տարբեր են լինում, էլի, հիմա բոլորը նույն տեսակ չի։ Կամ մարդ որ քնում է, մեկ էլ հիշեց առավոտը, զարթեց, բան չի, տեսակ անջատեցին, միացրեցին, բայց ինքն վաղ կար։ Չի կարելի, մեզ թվում է որ մենք մեր գոյությունը կախված է մեր հիշողության հետ, կարող է հիշողությունը չլինի, բայց մենք ըլնենք, որտեղ շատ մարդիկ կան հիշողությունը կորցնում են, բայց դա իրանք կան, չեն կարա մենակ հիշողություն, ասենք հիշողությունը անջատում է, գիշերը անջատում է։ Հիմա այդ մահն էլ կապված է այդ անջատելու հետ, բայց էլի մենք սկսում ենք, մյուս օրը էլի մեզ սկսում է, էլի։ Հիմա այդ մարդիկ կան, որ շատ ավելի հոգևոր զարգացած են, հիշում են քնած ժամանակ ինչ են արել, ինչ են անում, ինչ որ գործողություն են անում, բայց ուրիշ շփոթականության մեջ են։ Իրանք գոյը կան, իրանք էլի ապրում են։ Այսինքն պայծառ երազներում ձեր ապրումները նույն տեսական կարող ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկական պլանում, չէ՞։ Ուղղակի կարող զարթնեք չհիշեք, բայց այնտեղ ապրում եք։ Ու նայեք Լաոձին, այդ փիլիսոփան չինական, ասում է, որ ինքը երազում տեսել էր, որ թիթեռ էր, բայց ասում է շատ մեծ հարց է։ Թիթեռն է երազ տեսնում, որ հիմա ինքը Լաոձի է, թե Լաոձին է երազ տեսնում, որ ինքը թիթեռ է, որն է ճշմարտությունը, ինքը այդտեղ բաց է դրել, ինքը չի ասել որն է ճշմարտությունը, որովհետև մենք մտածում ենք, որ Լաոձին է երազ տեսնում, բայց կարող թիթեռն է երազ տեսնում, որ ինքը Լաոձի է։ Հիմա մենք մեզ թվում է, որ ստեղ ենք ապրում, բայց կարող է մենք այնտեղ ենք ապրում, ստի արտացոլում է ընդամենը, այսի ոնց որ կինո լինի։ Ես հիշում ես այդ իմ խոսել ենք այդ մասին արվելու գնացող վեպից մեջ, որ մի արտասովոր մուկ կա, որ այն ամենը ինքը ինչ տեսնում է։ Եթե նա չի տեսնում, մարդիկ չկան, երկու եղբայրներ խոսում են, ուզում են այդ մկան սատկացնել, մեկ ասում է գործ չունես, հենց իրան սպանես մենք կվերանանք։ Ոնց ասում եք կվերանանք։ Բացատրում ասում է ոնց հիմա ես որ կարգով եկեն կարապանը ինձ չի սպասում, այս բանտում են էլի վերակացուն են դասում, չէ, ո՞վ, դուրը բացվում տեսնում ոչ չկա։ Ապշում է, հասկանում ես։ Իրանք կան, քանի դեռ ինչ որ մեկը իրենց հիշում է, հասկանում ես, իրական կարող մեր կան վերի այդպես ինչ որ մեկը հեծվում ես հիշել, հա։ Մենք կանք Մազանում մեկը երազ է տեսնում։ Հա, էլի։ Չէ, ես ուզում եմ ասել, ինչ որ մեկը երազ է տեսնում, մենք հիմա երազում խոսում ենք։ Դեք հիմա կարող եք ասեն գժանոցից են փախել։ Բայց իսկականից որ փախել ենք, էլի։ Իսկական գժանոցը սա է, ճիշտ որ ասեմ, լավ կլինի որ կարողանանք փախնենք։ Որտեղ մեր ընկալումները սա խառնած է, մենք աբսոլյուտի իրականություն սա ենք ընդունում, բայց սա աբսոլյուտի իրականությունը չի։ Այդտեղ ամենամեծ մեր խաբկանքն է, որ մեզ թվում է, որ սա աբսոլյուտի իրականությունը։ Մարդ կա, որ խառնում է իր երազները, իրան թվում է երազներն է աբսոլյուտի իրականություն։ Կամ դեպրեսիայով գտնվող կամ ինչ-որ ուրիշ վիճակներում տենց ստրես են գտնվող, իրան թվում է ինքը իր մեջ աշխարհ է ստեղծում, իրան թվում է աբսոլյուտի իրականություն դա ինքը դրանով ապրում, տենց էլ տեսնում է։ Այսինքն հիմա ընկալման խնդիր է, ընկալման քաղաքականության ասենք ինչ որ ղեկավարներ կարող իրանց մեջ իրականություն են ստեղծել, որ իրականության հետ կապ չի, ինքը պրոյեկցիան, ինքը տենց էլ ապրում է, ինքը հավատում է, որ տենց է իրականությունը, բայց կարող է տենց չլինի, կարող է ինքը ոնց որ խորը հիպնոզի մեջ լինի, տենց Ալադին կինո կա, տեղ մի հատ մոկ կա, որ թագավորին հիպնոզի մեջ է թվում, ինքը իրականություն բացարձակ ուրիշ է թվում, կարա տենց էլ լինի, մարդը ազդեցության տակ լինի, ղեկավարներին փորձում են ուրիշ ղեկավարներ ազդեցության տակ դնում, իր իրականություն բարձրացակ ուրիշ է դնում։ Ինքը 100% համոզված է, որ իրականությունը տենց է, բայց իրականության հետ կապ չունի։ Իրան ընդհանրապես իլյուզիա, ոնց որ դեպրեսիայի մեջ գտնվող իրականություն ճիշտ չի, ոնց որ խելագարի համար, որ ինչ որ իրականությունը չէ, իրան ստեղծում ինչ որ բաներ ասում, ինչ որ բաներ, դա իր ստեղծած իրականությունն է։ Իրեն հետևում են, հետապնդում են։ Եվ այլ, կարևոր չի, հիմա լիքը տարբեր տեսակներ, հա, բայց դա իր ստեղծածն է, ու իրան դա հավատում է, որ իր համար դա իսկական է։ Հիմա մենք մի էակ ենք, որը մեր այս
ուղեղը ինչ որ իրականություն է ստեղծում, որին մենք հավատում ենք, բայց ինքը կարող է այս արտաքին իրականություն չկա, որտեղ ինքն է, չէ, այս պատկի մեր զգայարանների հիման վրա ինքն է սաղ պատկերները ստեղծում, այսինքն սաղ էս մտքերը ստեղծում եւ այլն։ Ինքը կարող մի քիչ սենց աղավաղվի, ինչ որ մի հատ ստեղծի ու ինքը 100% հավատում է, որ դա է ճիշտը։ Ասենք հոգեկան հիվանդներին տենց է։ Կամ զառամյալ ծերունիների համար փոխում աշխարհը։ Իրանք բարեկամ է ուրիշ սաղ ուրիշ բաներ են լինում, հա, թվում է թե հենց այդ է իրականությունը, գալիս են ինչ-որ բարեկամներ են խոսում, եկավ գնաց, ասեց այս բանը, այս բանը։ Կամ չի ճանաչում ով է ինչ որ ուրիշ մարդը տեղ է դնում։ Բայց իր իրականությունը դա իր ներքին աշխարհը տենց է։ Հիմա նայեք որն է բացարձակ ճշմարտությունը, իրանք են ճիշտ, դու ես ճիշտ, ես եմ ճիշտ, այն մեկն է ճիշտ, մի քիչ դա բաց հարց է, որտեվ իր համար դա ճիշտ է, ինքը չի խաբում։ Մարդիկ որ չեն հասկանում, թվում է ինքը խաբում է իր, բայց կարող մեր իրականությունն էլ ճիշտ չի։ Մենք էլ ենք։ Մի անեկդոտ պատմեմ, այդ ճիշտ ու սխալի, որը գիժի տղան հարցնում է էլի գիժ հոր, ասում է, պապ, մարդիկ ինչի են մեզ ասում գիժ, ասում է, որտեվ իրենք շատ են։ Հիմա շատ են նրանք, ինքը գիժ է, եթե սրանք շատ լինեին, այստեղ գիժը նրանք կլինեին, էլի։ Հիմա ուրիշների կարծիքով ես դու հիմա գիժ ենք, բայց եթե մենք շատ լինենք, իրենք կլինեն գիժ, բայց ամեն իրենք են գիժելի։ Դե չէ, գիժ են դու։ Կատակեր իհարկե, բայց ուզում եմ ասեմ, շատ դեպքերում քանակն է որոշում ճիշտը որն է։ Շատ մարդիկ ասում են, սա սև է, ասում են, սև է։ Բայց կարա սև չի կամ կարա մասը ասում են, շակա ինչ մոխրագույն չի։ Բայց քանակով երբեք չի որոշում, ասենք։ Դա եմ ուզում ասեմ, քանակով չի, էլի։ Իսկությունը քանակի մեջ է։ Կարող մի հոգի ճիշտ լինի, մի ողջ ժողովուրդ սխալ։ Հա, կարա։ Գիտես քանի անգամ է ժամանակին ասել, որ ինչ որ շարժումների վերաբերյալ տեսակետ է ասում, ասում են, ինչպես կարող պատահի մի ողջ ժողովուրդ չտեսնի, որ այս շարժումը թե մտածված, այս դուք միայնակ տեսնեք։ Աստված տվեր է շնորհք ես տեսնում, հիմա դուք էլ չեք տեսնում։ Ինչ անեք։ Նմանապես է կարա այդ նույն հարցերում սխալվել շատով էլի քվեարկելով չի ճշմարտությունը որոշում էլի։ Դե հիմա շատը որ քվեարկում են, տեղից սկսենք որ դա սխալ բան, դա չի նշանակում իրանք ճշմարիտն են ընտրում։ Շատը իրանց հորինած աղավաղված իլյուզիայի հետևից են գնում, որը միշտ դուրս է գալիս, որ ճշմարիտ չի, բայց մեկը չեն համոզում, իրանք գիտեն, իրանք ճիշտ է։ Այսինքն մեծամուսնության ընտրությունով չի ճշմարտություն։ Հիմա տենց լիներ, որ քվարկինով մեծամուսնությունը ինչ են ընտրում, գիտություն, օրինակ առաջընթացում միշտ մեծամուսնության մյուս 5 գիտնականները խոչընդոտում են, այսինքն ցանկացած նորարարություն ամեն հարցով ամեն նորարարություն էս պատմության մեջ մարդկության այն հին մեծ մասան նույն ասենք ոլորտը իրանք դիմադրել են ասել են դա սխալ է ես ֆիզիկայի մաթեմատիկայի ցանկացած այլ ճշգրիտ նույնիսկ գիտությունների մեջ մեծ դիմադրություն է գնում հիմա ասենք ինչ որ տեսություն է տիեզերքի մասին լինում կամ ինչ որ կվանտային ֆիզիկայում կամ ֆիզիկայում նորարարություն ինչ որ տեսություն նույնիսկ մաթեմատիկայում այն հին մասան ակադեմիկոսների նստած դիմադրում են, իրանք ասում են տենց չի։ Բայց դա չի նշանակում իրանք ճիշտ են։ Դառնանք էլի այդ հետո կյանքա թե չէ թեզին, շատերը կարող ասել, ինչ է գործում, չկա վերջ, մի տեսանյութ կար ժամանակին համացանցում պատտվում էր ես էլ տեսա եւ խորհելու տեղ էր տալիս էլի, որ ուզում է զուգահեռս։ Ուրեմն կին է հղի, որովայն մեջ երկու երեխաներ են, որոնք պիտի ծնվեն ինչ որ ժամանակ հետո ու խոսում են իրար հետ։ Այն մեկը մեկին ասում է դե կյանքը էսա բան էլի, էս աշխարհը սա է, մեկել են ասում է հետաքրքիր է սրանից հետո ուրիշ աշխարհ կա, թե չէ ուրիշ կյանք կա, թե չէ սրանից հետո, այն մեկը ասում է դե չկա, ասում է ինչու ես վստահ, ասում է ոչ մեկը չի հետ դուրս գալիս, այստեղից որ մեն հետ չեն գալի։ Իսկապես ծնվածներից ոչ մեկը չի գնում մեր փորը, որ պատմի այստեղ ինչ կար։ Նմանապես էլ համարեք սա մի հատ մեծ որովայն է, մենք մեջն ենք գնում ենք, ոչ մեկը չի գալի, եթե չի գալի, դա չի, չի նշանակում որ կյանքը չկա, չէ՞, նա չկա, սա չկա։ Հիմա այդ որովայնում գտնվող երեխեքի համար մենք չկանք, որտեղ մեզանից ոչ մեկ չի գնում, չէ՞, դե որ ասի գիտես ինչ ուրիշ բան էլ կա։ Որ մենք զուգահեռում ենք, իսկապես հասկանում ենք, որ աշխարհը հասկանալ շատ բարդ է, այդ բարձունակ չի էլի։ Ինչ տեսնես, ասես, սա է աշխարհը ու վերջ։ Դե իհարկե կան մարդիկ, որ ասում են, որ կան, որ իրանք փորձ ունեն, ոնց որ ձեր քնելու փորձ ասեցի, որ հաստատ կա, հիմա կարող մեծամասնությունը ձեզ գան համոզեն, տենց փաստեր կան, օրինակ, ասենք մեծամասնությունը նստած են մարդիկ, ներշնչանքի մասին եմ ուզում ասել։ Դա բաներ տեսա, մածունը սպից սև է, սաղ ասում են սև է, ինքն էլ վերցնում ասում է, այլի սև է։
Կամ այդտեղ փաստացի բաներ։ Այսինքն իրանք այդ ներշնչանք ու մասաները հիմնական այդ ներշնչանքի տակ են։ Այսինքն ինչ ներշնչում են, իրանք այդ են անցալում։ Այդ ներշնչանքը կարևոր դեր ունի, որ կա թե չկա, ասենք այդ պատմական փաստ կա, որ նավերը մեծ Եվրոպայից որ գնում են Ամերիկա, ու այդ սկզբից որ գնում են, իրանք կյանքում մեծ նավ չեն տեսել ու իրանք չեն անցալում, չեն տեսնում։ Այդ ես ինչ լավ չեմ պատկերացնում, բայց եթե Մեր լավ չեմ ուղեղը եթե պատկերացնում, չկա, նշանակում այդպես չի։ նայեք, մեր ուղեղի ուղեղը ինքը պետք է վերլուծի։ Ինչ տեսնում է, դա հենց չի նշանակում տեսանք։ Տանի համադրել ինֆորմացիան, հա, իր մեջ այդ ինֆորմացիան չկա, ինքը չի կարող դա վերլուծի։ Դրա համար դատարկ է դնում։ Այսինքն հիմա այլ մորակայներ սկսենք այդ նույնիսկ այդ մյուս աշխարհ, չէ՞։ Ասենք մարդիկ կան կարող են սենց աչքերով նայել տեսնել մյուս աշխարհը։ Հիմա մենք մի քիչ իրան սենց ենք նայում, կամ որ ասենք տեսնում են մի քիչ այլ մորակայներ եւ այլն, էլի սենց ենք նայում, հա։ Կան գժեր, տենց, բայց կան որ մի քիչ նորմալ են, բայց տենց են անցալում։ Իրանց գիտակցությունը ինչ տեսակ է։ Հիմա մեր ուղեղը չի կարող վերլուծի էդի, չկա բլոկ է դրած ու չենք տեսնում։ Նա կապույտ գույնի մասին էլի։ Կապույտ գույնը մեր աչքը միշտ հազարավոր տարիներ տեսել է, բայց այդ քանի այդ գույնի գաղափարը չի եղել մարդկության մեջ։ Մարդիկ չեն տեսել կապույտ գույն։ Ուղեղը չի ֆիքսել դա։ Հիմա այդ անցյալ կյանքն էլ ուղեղի համար փակածը չի հասկանում, քանի որ մասաների ներշնչանքը, եւ որ այդ ներշնչանքը քիչ անցնում է, ինքն կալում, ասենք թե ազգեր կան, որտեղ այդ ներշնչանքը չկա, ասենք իրանք հանգիստ ընդունում են, որ կա անցյալ կյանք, կա մահացած կյանք, ասենք օրինակ հոգեվորականների ինչ որ մասը 100% համոզված են, որ իրանք կա մահից հետո կյանք 100%, այսինքն բայց մեծ մասը աթեիստը չի ընկալում էլի, որ կա կյանք, ուղղակի կարող է խոսքերը լսեն, մեկը 100% չեն հավատում, կասկածում են, որ կա թե չկա, որտեղ այդ մահվան վախը որ գալիս է, մարդը վախենում է, որ վсё վերջանում է ամեն ինչ, դե տենն են նույնը քնելուց, որ մենք մտածենք, որ քնում ենք վсё, հետո էլ ուրիշ ենք լինելու, չենք քնի, բայց մեկը պետք է ստիպված քնենք, չքնենք էլ կմեռնենք։ Դա հիմա կլինիկական մահ տեսնողները, մահ ապրողները ինչ են տեսնում։ Ես մինչև պատասխանես երկու դեպք բերեմ, պատմությանը հայտնի ամենաառաջի կլինիկական մահը տրոյական պատերազմի ժամանակ մի հայ զորավար է, վկայությունը կա հույն պատմիչների մոտ, որ մի քանի օր այդպես դիակները մնում են ճակատամարտից հետո որ գնում են հավաքելու որ հարկավոր են, տեսնում են այս մարդու մաշկի գույնը բան է, գույնը փոխի, չէ՞, տեսնում եք կենթանում մարդու կապտած են։ Հա, ինչ որ նորմալ գույնը պես շարժում են, հետ է գալիս զարմայր կարծում, ու սկսում է պատմել ինչ որ բան, կարծեմ Պլատոնի մոտ է, ում մոտ է ինչ որ տես կա։ Մեկը դա, մյուսը հոկտեմբերի 27-ի այդ նախճիրը որ եղավ, ես հետո հանդիպեցի այդտեղ վիրավորներից մեկի հետ, որը կլինիկական մայրտեր է բավական երկար, հետո մեծ վիրահատություններից հետո վերականգնվել էր այնպես, ինքը մի օր այսպես մի մտերմիկ միջավայր էր եւ խմում ենք եւ խոսում ենք, ինքը բացվեց, սկսեց բաներ պատմել, ինչեր էր պատմում, ինչ որ սենյակներ, օծակներ հերթով մտնում են, իրեն տանում են այնտեղ ինչ որ քույրեր, ինչ որ այստեղ ապրող մարդկանց էլ էր տեսնում, ինքը պատմում էր սա էլ կար, նա էլ կար եւ ես որ գնացել էի տուն մի երկու օր ուղղից այս մասը սառած էր սարսռելի որ մտածում ոնց աշխարհում դա է, այդ մարդը դե դժվար է տան ինչը հորիներ էլի, ինձ պունկտուալ էր պատմում, որ տեսած մարդու պատմած էր, ասում ես այդ տպավորությունից սառել էր։ Ես իրեն խնդրեցի գիր գրի, բայց կարծեմ չի գրել։ Եվ հաջորդը էլի ես կարող եմ մտածեի դա ուտոպիա է, ինչ որ հնարում են, եթե ինձ այդ կիսա կլինիկական մահ չլիներ 40 տարեկանի մոտ, ինչ որ իրավիճակ, որ ես էլ զգացի, որ դուրս եկա, ինչ որ տեղեր գնացի, հետո որ հետ եկա ես ափսոսացի, որ եկել եմ, հասկանում ես եկել եմ, այստեղ այդ ամենը Կալիգուլա վեպից մեջ նկարագրած է։ Մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ գույն, մի ուրիշ զգացողություն, մի ուրիշ ազատություն, ու զգացի, որ այս կյանքը ապրելու տեղ չի, հասկանում ես, որ մենք այստեղ ապրում ենք։ Երանություն կար այդ ամենի հանդեպ, ու բոլորը ովքեր հետ են գալի, այդ կարգի բան ասում են, չէ՞։ Այ կլինիկական մահի ինչ է, ինչի հետ ենք մենք կապվում։ Ինչ որ տիեզերական բանականություն է, թե անցյալ է, թե հետ մահյան, ինչ է դա էլի։ Ինչի հետ են առնչվում։ Դե այստեղ որ ապրում ենք, լիքը մենք խնդիրներ ունենք։ Մեծ մասը շատ խնդիրներ ունեն։ Շրջապատի հետ, ֆինանսների հետ, առողջության հետ, իր հարաբերությունների մեջ, վերջը ամեն ինչ հայրենիքի հետ կապված
դիքը խնդիրներ ունեն։ Հատկապես հիմի։ Ու միշտ էլ եղել է էլի տենց խնդիրներ, միշտ ինչ որ։ Հասկանալի։ Ու ստեղ մենք շատ կախված ենք արտաքին շատ հանգամանքների, ազդեցություններից ու տենց լավ չենք տեղ էլի, տենց թվում է թե լավ ենք, բայց այդքան լավ չենք։ Մենակ լավը անելով չհասկանանք, որ պետք է սենց ոչ մի տեղից չցավա, դա լավ էլի։ Մենակ այդ լավ չի էլի, այսինքն մենք ինքնաբավար, որտեղ մենք չենք կարող մեր գաղափարները իրականացնել, էտելա բան, որ լավ չի։ Ստրեսներ հազարամյա եւ այլն, այսինքն իրականում են այն գաղափարները, որոնք մենք բացարձակ չէինք ուզում մեր կյանքում։ Էտելա շատ բաներ երևույթներ չեն կարող հասկանալ, էտե լավ չի։ Հիմա այս երևույթները, որ ստեղ կան, երբ որ մեր գիտակցությունը անցնում է ուրիշ վիճակին, որտեղ այս մենք ասում ենք, այս հիմա նյութական աշխարհ, ասենք ոչ նյութական աշխարհ, որոնք շատ բազմազան են, ոնց որ կրոններում էլ ասում, տես մի օրինակ չի։ Հիմա այս նյութական աշխարհը մի հատ է մեր ընկալմամբ, բայց ոչ նյութական այդ չափողականությունները բազմազան են։ Ու տեղ որ ընկնում ենք, այս խնդիրները այնտեղ տենց չկան։ Ստեղ ընդամենը մենք հասկանում ենք, որ այնտեղ ընկնում են, ընդամենը կինոյի դեր ենք խաղում, ու այդ դերը վերջացրեցինք կամ դերի մեջ ենք, որտեղ հասկանում ենք ընդամենը դեր դուրս ենք գալիս։ Որը տենց ինչ դերեր որ խաղանք, տրագեդիա, չգիտեմ ինչա, կարևոր չի, ինչ ամենածանր դերն, որ հասկանում ենք դերը վերջացավ այդ դերը, ոնց մենք այդ դրա մեջ հետ կապ չունենք։ Ունդեղ ավելի արարման սկզբունքը, եթե մարդը ունի հնարավորություն ու ազատության սկզբունքը ավելի շատ է։ Դրա համար այնտեղ շատ լավ ենք զգում։ Ոնց որ հիմա մի հատ գնանք լավ հարաբերական ասենք մի հատ կղզի։ Դու ընկել ես այդ վիճակի մեջ, կլինիկական մահի նման իրավիճակի։ Կա մահ ֆիզիկական իմ մեջ չի եղել որ դու բայց ինչ որ խորը խոկման ժամանակները եղել է։ Կիսա կլինիկական, այդպես ասած։ Չէ, ոնց որ խոկման ժամանակ էլ դու կարաս։ Պատահ չի որ ֆիզիկական ինչ որ դեպք լինի, որ դու այդ վիճակում ես, այսինքն քո խորը մեդիտացիայի խոկման ժամանակ դու կարաս այտենց վիճակների տրանսցենդենտալ վիճակներ ասեմ, այտենց տրանսցենդենտալ վիճակների մեջ ընկնես, որոնտեղ դու հասկանում ես, որ դու ուրիշ չափականությունների մեջ ես ընկել, ուրիշ ռեալությունների մեջ, ուրիշ էներգիաների մեջ ու ինքը ստեղի հետ կապ չունի։ Պետք է հստակ հասկանում ես, որ բացարձակ կապ չունի։ Դու կարաս անցյալ ընկնես, ապագա կամ գնաս մի հատ աստղերի մեջ ընկնես, էլի, դա էլ ուզում եմ հստակ ասեմ, ու այդ խոկման ժամանակ Միջալուց ես երես ընդհանրապես զրուցում ենք, ես մի անգամ որտես այդ վիճակների մեջ էլ գնացի շատ վերև, դեռ վախեցա, որ շատ եմ հեռու գնում, ոնց աստղերն էլ անցա, ու ես հիշեցի Հուլիոս Կեսար վեպի վրա որ աշխատում է, հին հռոմեացիները այսպիսի միտք ունեին, իրանք գտնում են, որ չծնվածների հոգիները շատ վերև է, եւ ինձ թվաց ես գնացել հասել եմ այնտեղ, որտեղ չծնվածների հոգիներն են, ու վախեցա ես հետ եք հասկանում ես, դերքին վախ կար։ Այդպես բարդ վիճակ է այդտեղ շատ վերև գնալ էլ չես կարող էլի, գուցե ուրիշը կարողանա, ես վախեցա։ Վերևը արաբերական է, մեծ տեսերքում վերև ներքև որն է։ Որովհետեւ հեռացա այս իրականանալը, դա ուրիշ բան է։ Վախեցայել հետ չգամ, էդ էլ քար էլի։ Ես մի ժամանակ տենց փորձեր էի անում այդ խոկման հետ կապված, փորձում էի գնալ մահացածների հետ փոխկոնտակտի մեջ մտնել։ Նու իհարկե այդ իմ ոնց որ կարան ասեմ բոլորը սուբյեկտիվ ապրումներն են, որ այդ մահացածների հետ այդ որոնք ես կոնտակտի մեջ էի մտնում, դե որոնց իհարկե որ ճանաչում էի, էլի այտենց մարդկանց հետ էի գնում կոնտակտի, որոնց իրանց հետ զրուցում էի, ինչ-որ բաներ էի հարցնում, նույնիսկ հարցրել եմ կյանքդ ոնց է փոխվել, ինչ է եղել։ Իրանք գիտեք հետաքրքիր բան էին ասում են կյանքը նույն ձևա ոնց որ երկրի վրա, բան չի փոխվել, նույն ձևա ընթանում։ Չէ, իրոք տենց չեն որ ասում որ ինչ որ սենց ֆանտաստիկ բաներ, մարդկան թվում է որ սենց հենց մահանան Աստծուն են տեսնելու, եթե Աստծուն ստեղ չեն տեսնում, ընդեղ էլ չեն տեսնելու, արդեն հենց այդ գաղափարը մտածում են ընդեղ չի, այն բոլոր չափականությունը մեր ընկալումների մեջ է, մեր ընկալումները եթե դա չկա, փակ է դա, կարևոր չի մենք որ ֆորմատի մեջ ենք գտնում, մեկը ինքը փակ է, տեսնողը երազում էլ կտեսներ, ստեղ էլ կտեսնել ան մահացած ժամանակը տեսնել, չտեսնողը ոչ մի տեղ էլ չտեսնի Աստծուն, էլի։ Այդ կոնտակտները որ ասեցիր, ես մի քանի անգամ եղել եմ, ասենք
Ալեքսանդր Մակեդոնացու հետ եմ այսպես մտել կապի մեջ, Կալիգուլայի հետ եմ մտել կապի մեջ եւ այնպիսի բաներ, որ ինչպես դու խոսքի մեջ ասացիր սկզբում հայտնի չի, ոչ մի գրադարանում չկա հուշ, մարդ էլ չկա, որ քեզ պատմի այդպես է թե չէ, բայց Իրանից իմանում ես ինչ որ բաներ։ Ես որ գիրքը հրատարակեցի Ալեքսանդր որդի Ամոնի, Ամոնն էլ Աստված է, Ավետիսյան Զավեն գրականագետ ունեն Գերջանկայի շտակ, հանդիպեց, ասեց Պեպանյան, ես Ալեքսանդրի մասին գրեթե բոլոր գրքերը կարդացել եմ։ Ես քո գրած գիրքը բան չի ոչ մեկին։ Այս տեղեկությունները քեզ որտեղից, ես ո՞նց ես դու սա գրել էլի, ֆիզիկոսը լինելով։ Ես չգիտեի այդ մարդուն, որ ճիշտ է ասեմ, ոնց կընկալի, բայց որ երկրորդ անգամ հարցրեց, ասի ինձ Ալեքսանդրն է պատմել։ Ոնց ասեցի այդպես։ Ես չգիտեմ, ես եմ գնում իր հոգու մեջ, թե իրան եմ կանչում այստեղ դա կապը լինում, ես իրանից իմանում եմ ինչ-որ բան։ Նույն ձև Կալիգուլայից եմ իմացել, բայց ծանր է դեպքը։ Ասեք հնարավոր է, եթե դու շատ ուզում ես ու քո ասած համապատասխան իրավիճակներ։ Իմ մոտ այնպես էր, որ մի փուլ էր, որ ես ուզեի կարողանում եմ, ել հետո ինչ-որ հեռացա, բայց այդ կապ կոնտակտը կա, դու կարող ես իրանից իմանալ 2000 տարի առաջ մահացած մոտուց գաղտնիքներ ոչ միտեղ չկա, որտեղ այդ ժամանակը այնտեղ ուրիշ դեպ անկտում, դու կարաս ընկնես մի վիճակում, որտեղ ժամանակից դուրս գաս։ քեզ համար ժամանակ չկա։ Այս ժամանակը ոնց էր ասում 1000 տարի հետ առաջ ոչ մի բան, ինքն էլ էր այտենց երևույթների մաչում, ինքն այդ որ Վերնատանը հավաքվում էին, իրանք էլ այտենց գաղտնագիտական Արևելյան սնվող բաներ էին անում Աղայանի հետ, ինքն ու Աղայանն էին գլխավոր, բայց այնտեղ էլի շատ մարդիկ էին հավաքվում մեր մշակույթի ոնց որ ասած առաջատարները ու իրանք էլ էին այդ ոլորտում փորձում ներթափանցել, որտեղ իրանք կյանքում այդ փորձեր ունեին, չէին հասկանում, ուզում էին ոնց որ ղեկավարվեն, տեսնեն դա։ Օրինակ Թումանյանի հետ եղել էր երիտասարդ հասակում, իմացել է հայրը մահացավ Դսեղովի Թիֆլիսում, Ղազարոս Աղայանի մահնել է իմացել։ Իծնե ունեցել է այդ մարդը դա էլի հասկանում։ Հետո գուցե դա զարգացրել են եւ ունեցել է կապ, օրինակ մի անգամ Հովհաննես Թումանյանի մի բանաստեղծություն կարդացի, ես շատ երիտասարդ էի։ Նոր է ես զգում, որ ինչ որ բան կա, էլի մեզնից դուրս։ Ես վստահ եմ, որ դա ինքը չի գրել։ Ստացել է, հասկանում ես, պատրաստից դա մարդը չի կարող այդպես համաչափ քառակներ գրի, որ տեղով երաժշտություն է, հասկանում ես։ Չի կարող մարդը որ իրացած ստացել էր մարդը եկել էր։ Հետո նույն անգամ երաժշտությունը ես շատերին ասում եի, որ ստանում են, իրենք չեն գրում, Ավետ Տերտերյանը իր մի հարցազրույցներում ասում է, այդ երաժշտությունը կա, ես պրոստը վերցնում եմ դից մոտայավորում տալիս եմ ձեզ։ Ասենք օրինակ Շիրազը, որ ասում են, հենց մտավոր լավ զարգացած չի եղել, բայց ինչ բաներ է գրել, թե Շիրազի մասին։ Ստանում է Մարդը ստանում է, Գևորգ Իմինը, որ զարգացած ուղեղով հորինում է, բայց Շիրազի մոտիկ էլ չկարա գրի, այն ինչ որ Շիրազն է գրել, չէ։ Աստծո տված շնորհք։ Դե այդ մենք ձեռքը ինչպես են ասում, Աստծո հուշում, Աստծո մատը եւ այլը։ Հիմա մենք այդ չափողականության մասին, որտեղ ասում ենք, որ մենք գնում ենք մահվանից հետո, երբ մյուս հաղորդմանը մենք ասենք ինչա մահը, ավելի այդ մահվա մասին, մենք ասում ենք կյանքը մահվանից հետո, ուղղակի դա մի քիչ տարբեր բաներ են։ Ինքը նայեք բոլորը չեն ընկալում, բայց չի նշանակում չկա։ Հիմա ինչ որ մարդիկ մեծ մասը երազ չեն տեսնում, չի նշանակում երազներ չկա, երազները հաստատ։ Ես զարմանում եմ, որ մարդիկ երազ չեն տեսնում ու գունավոր չեն տեսնում։ Հա, մարդ կա օրինակ ես էլ ասում որ երազում կարող եմ ես համ զգամ, հոտ զգամ, երաժշտություն լսեմ, մարդիկ զարմանում, որտեղ իրանց անձայնաշատերի երազները գույն չունեն, հոտ էլ չունեն, համ էլ չունեն, շոշափելու բաներ չեն ընկալում։ Ես ասում եմ, ես երազներում ուրիշ բաներ եմ ընկալում, որ ես մեր զգայարանից չունեմ, այս մարմնումս չունեմ, բայց ընկալում եմ։ Այսինքն հիմա մարդկան բացարձակ երազ չի, ասում են, չկա տես բան։ Ինչ երազ։ Զարթնում եմ քնում, չէ, իրոք։ Հիմա նայեք, կամ անգույն են տեսնում։ Անգույնը շատերն են տեսնում, ասում եմ, հələ սովետի վաղտային, հին վաղտեն մնացել ժամանակը չի փոխվել։ Գունավոր օրացույց չկար, հա։ Մարդկա, որ ասենք 5D է տեսնում երազ ավելի շատ պայծառ, ոնց որ ինքը այդ երազի մեջ շատ կայտառ ապրում է, էլի։ Մարդկա, որ ինքը հորինում, այդ երազը կարում է կառավարել, այսինքն ինքը կարում է ինքը հենց երազում գտնվելով ուղղորդել։ Ոնց որ մեր կյանքում մենք ենք չէ կառավարում, հենց է երազն է կարում կառավարել։ Այսինքն բայց տարբեր են որտեղ մարդկային ընդունակությունները տարբեր են ներթափանցելու։ Այն միջոցը, որ մարդը մերժում է, չկա ասում է։
ինքը այդ կառավարելու համակարգը իր անջատում է։ Եթե մարդը ինչ-որ բան Կինո ես նայում ընդամենը։ Անջատում ես, մերժում ես, դու ինքդ քեզ մերժում ես քո համակարգը կառավարելու, դու հերքում ես։ Դրա դու չես կարող դա անես։ Դրա դու առաջին բանը, որ դու պետք է կարողանաս ընդունես, որ դա կարողանաս։ Եթե ասենք թե մերժես, որ դու կարողաս ասենք սովորել իսպաներեն, դու չես կարող սովորել իսպաներենը։ Դու պետք է դա ընդունես, որ դու կարաս սովորես, որ դու սովորես։ Այսինքն այն երևույթը, որ մեր մեջ դե ինչ է մետի գալիս, որ մենք մի բան մերժում ենք, այլ դրան կալում չկա, ովքեր այն մարդիկ, որոնք մերժում են, որ կյանք չկա մահվանից հետո, իրանց համար ընդամենը կա խորքուն են մտնում, շատ խորքուն, որտեղ ոչինչ բան չեն հիշում, նույնիսկ այն կյանքում բան չեն հիշում, հետո մի հատ զարթնում են, բայց զարթնելը պարտադիր, այսինքն երբ որ մարդը սկսի չմերժել, որ սկսի ընդունել, դա կարա ընկալի։ Մերժել այնա, որ մերժում ենք, ասում ենք կապույտ գույնի մասին, նավերի մասին խոսացինք, որ այդ ինքը մերժի չի կարա ընդունի։ Ուղեղը պետք է ոնց որ քո ուղեղը քեզ չկառավարի, այլ դու ուղեղին կառավարես։ Որտեղ ուղեղը իր ֆունկցիան ունի սահմանափակ, ինքը ասում է, «Վсё, այս բանը չկա, error է գրում ու վերջ»։ Ոնց որ կոմպյուտերը error է գրում, էլ չի բանանում։ Բայց դու պետք է անես, որ տեղը error չի, հələ բաց մի հատ հələ։ Հələ մի հատ բաց թող քո հիշողության մեջ չի։ Հələ բան բաց թող քո error-ները դու կարաս։ Այսինքն բոլոր արարիչները մարդկության ստեղծագործը որ տարել են, իրանք այդ ուղեղի այդ ֆունկցիան error կանջատել են, ասել են «Վсё, դու էլ այդքան չես որ դու բանես»։ Որտեղ նորը չի կարող, մենք ինչ ինֆորմացիա կա, ինքը դրա մեջ է։ Մենակ պետք է նոր բան չի կարող հորինի։ Նորը ասենք ինչ լսել եք, կարդացել եք, վсё, դրանից դուրս չի կարա։ Իսկ դուք որ սկսում եք արարել, դու դրանից դուրս եք արարում, ասենք հիմա դուք էլ ասացիք Հյուլիոս Կեսարին ինչ որ ինֆորմացիա բերեցիք, որ չկար, ոչ մեկ չգիտեր։ Ինչ որ հենց Հյուլիոս Կեսարի հետ կապված մի դերվակ հիշեցի, որ ասեցիր դրանից դուրս չի կարող, առաջի մի քանի գլուխը Հյուլիոս Կեսարի մեքենագրեցի, ասի տանեմ Գարոն ամսագիր, մի կարծիք իմանամ էլի, կարող ես գրող չեմ, ինչ որ ես ինձ խափում եմ եւ այլը, տարա տվեցի պատասխանատուին Արցախի բաժնի, ասեց մի շաբաթից կգաս։ Մի շաբաթից գնացի, հարցացա երրորդ հարկը դռան դեմ Արցախի բաժնի, սրտի դողով ճակատագրական է կարող ասեմ դու գրող չես գնա ձեր տուն թղթերը դեր տամ ձեռը։ Եվ ահա իմ ասեն սպասում եմ, զգացի որ ներսից երկու խոսակցության ձայներ լսում, մտածեցի մենակ չի այդ բաժնի աշխատող, սպասեմ մենակ մնա նոր։ Այդ ու մեկ էլ այդ պահին ես դռան մոտ էսպես գնում գալիս էի սրտիս խփոցը լսելով, մեկ էլ իմ անունը լսեցի։ Եվ այդ պատասխանատուն այդ բանի ասեց լսի մտ Արծրուն Պեպանյանքը մեծ գործը բերե պատմավ Հյուլիոս Կեսար ձեռագիր մի հատված ոչ մի ստանդարտ չի պահպանել։ Ես ասեցի վերջ Արծրուն Պեպանյան Պրծավ քո կինոն, հեսա քեզ կկանչեն, կասեն թղթերը վերցրու գնա, ոչ մի ստանդարտ չես պահպանել։ Հիմա եւ անհանգստանում եք ասում, տեսնես այդ որ ստանդարտը չեմ պահպանել։ Հասկանում ես, ես ֆիզիկ գրականագետ չէի, գրականություն չէ, ֆիզիկոս էի։ Ինչ ստանդարտ է։ Հետո որ այդ մարդը դուրս եկավ ես մտա, արդեն վсё են, որ մտնում են հոգե հանգստի, Տեսնեմ այդ փայլուն աչքերով այդ տամարտ եկավ, ոչ ունեցի նստեի արցունջակ բան։ Այս վեպը ոնց ես գրել բան ման։ Ես հասկացա, որ ես ստանդարտները որ իմանայի, այն ինչ սովորական բան է գրել, բայց որ ստանդարտները չգիտեի, իմ ուղեղի մոտ չկար այդ error, հասկանում ես, բաց տարածության մեջ ինչ մտքիս է գրել, վեպում զարգացել է։ Այդ մարդը շշմել է, հասկանում ես, այդ վեպերը ու բարձր գրախոսականներ եղավ, հետո այդ ստանդարտները թույլ չեն տալի, որ մարդը զարգանա, էլի, քո ասացի հաստատումն եմ ասում։ Նույնը քաղաքականության մեջ, ես քաղաքագետական չեմ ավարտել, ֆիզիկոս էի, որը որոնող էր, ինչ որ հին Հռոմեի ուսումնասիրել, Բոնապարտ եւ այլ, այդ ամեն ինչ համադրում էի, էլի ստանդարտները չգիտեի քաղաքագիտության, որ ես ինչ ասել էսպես ուրեմն սա չի լինի, ես չգիտեի, ես սկսեցի վերլուծել, ինչ որ տեսակետներ արտահայտել եւ իմ գիծը բացեցի հայ քաղաքականության մեջ, հասկանում ես, որ առաջում մենակ եմ գնում։ Բայց կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, բոլոր իմ ենթադրություններով, վերլուծություններով, էլի Աստենք առաջ, ասենք ուղեղը սահմանափակումների մեջ եթե լինում է, ինքը շատ բան չի տեսնի, չի էլ կարող զգա։ Դրա համար ոնց որ ուղեղից ոնց որ փորձենք դուրս գալ, էլի ուղեղով ենք ընկանում, բայց իր ոնց որ մեջի սահմանափակումների մեջ չկային, որ դուրս գանք, մենք կարանք, օրինակ ես շատ ասենք որ դպրոցում եմ, աշակերտին ասում են, հələ մի հատ գնացեք ձեր հիշողություն, սենց պտտացրեք, քիչ, հիշում ենք, սենց հետ ենք գնում, մենք մեր կյանքը Քիչ գնում ենք երիտասարդություն, պատանեկություն, մանկություն,
Մանկապարտեզ։ Չէ, հետո հիշում ենք որտեղ առաջի հիշողությունը եկավ, հələ մի քիչ էլ ֆրծրեք, տեսնեք, կարում եք գնալ, թե չէ։ Այսինքն գնացեք հələ այնտեղ որ հələ կարողանում են անցնել։ մարդ կա որ կարում անցնել, որտեղ հələ մամայի արգանդում ես։ Հələ դրանից առաջ է մի հատ փորձի, որ սենց նո տեխնիկական ձևով էլի սենց ուղղակի բարերով չեմ ասում։ Այսինքն վիճակի մեջ են վիճակ ստեղծել։ Ու մարդ կա որ գնում է տենց, գնում է ու կարում է գալ։ Տեսնում է իրեն նախորդ կյանքեր։ Տեսնում է ինչ-որ բաներ, որոնք ստանդարտ իր ուղեղը չգիտի, որ ինքը չի կարա հորինի, դա իր ուղեղի արդյունքը չի, ինքը չի կարում դա հորինի, որտեղ ինքը, նայեք մարդիկ որ հորինում են, իրանք էլի հորինում են իրաց տեսածներով։ Ասենք կամ ֆիլմա տեսել է տա բերել, ինչ-որ գիրք է կարդացել է տա բերել, բայց մարդիկ այնպես բաներ են ասում, որ գրքերի ու ֆիլմերի մեջ չկան։ Ինչպես է մեր հերոսը, որ ասացի հորներ հիշում, պապիներ հիշում, նրանց կյանքից դրվագներ էր հիշում, այսպես ուրիշ բաների, ուրիշ կյանքերից է հիշում էլ։ Դե հիմա դրանք բոլորը որ ասենք օբյեկտիվ չեն, սուբյեկտիվ են, սարք չկա, որ դա դառնում է։ Ես նույնիսկ ուզում եմ ասեմ, որ նույնիսկ որ այդ իմ խոկման մեջ որ ես գնում եմ ինչ-որ վիճակների, ու զգում եմ, որ գիտությունը կգա ժամանակ, որ ոնց որ այդ ժամանակն էլ եմ գնում էլի, որ կարում է տես բաներ գիտական ձևով բան, ասենք թե հեռուստացույցը միացնում է, սենց ուղեղին սարքեր են դնում ու սկսում են նայել։ Գնում են երազներն են տեսնում, հիմա մի քիչ կամ որ տենց լրիվ չեն տեսնում, բայց երազներն են տեսնում, ինչ են երազ տեսել, հետո գնում են նայում են անցյալ կյանքերը, ով է եղել, ինչ է եղել, սա ոնց որ իր բանը դասեն բերում է։ Գիտությունը նույնիսկ կհասնի դրան։ Իհարկե դա չգիտեմ երբ կլինի, բայց դա լինելու է, որ հաստատ գիտեմ, որ վստահ եմ, որ կա լինելու է, հա, չեք ընդունում չի նշանակում որ չկա։ Չկա, հա, նույնիսկ գիտությունը բերել է, որ սարքը միած բանին արել ինչ որ սարքի միջոցով, որ մեզ կարդալու է։ Որ հիմա մեր վիճակն է, չէ, բնութագրում կարդում այն ինչ-որ սարքեր կան, էմոցիոնալ ինչ վիճակ եմ, հիմա դա էլ ավելի, որքան գիտությունը չի հասել, բայց ինչ է։ Հիմա նայեք, մենք սուբյեկտիվ ընդունում ենք այն բաները, որոնք կարան օրինակի համար ֆանտաստ գրողները, չէ, ասենք գրել են ինքնաթիռների մասին, Ժուլ Վեռն կամ գրել է ջրային այդ Սուզանավերի մասին եւ այլն, բայց դա բոլորը իրան ասել են ինչ-որ sense բանը, կտցրած, բայց դա ինչ-որ 100 տարից չգիտեմ ինչքան անցավ, որ իրականություն հաստատի դարավ, որ իրական է, չէ, ասենք թե մարդիկ կան, որ գրում են, ասենք այդ մեր լապտերները, որ կա գլխին դնում են լույս են տալիս, ասենք ինչ-որ բաներ հին աշխատություններ կա, որ ասում մարդու գլխին դրած ուժեղ ջրակ է, սաղին լուսավորում է, բան, դա ինքը իր որ չգիտի այդ ինչա, sense ինչ-որ ձևով է բացատրում, հասկանանք, որ դրանք մարդիկ կարող են այո ապագան ընկալի, որտեղ ինքը ուրիշ չափողականության մեջ է դրել, ու գիտությունը հիմա չի որ չկարանք ցանկացած լապտեր դրեն գլխին, ու սենց սաղտեղ լույս տամ, նայած մութ տեղը, որ գիր կարանք արտանք ու նաև գործեր անենք, ոչ մի լույս պետք չի։ Նույնիսկ այդ հասարակ բանը շատ առաջի համար դա խնդիր է եղել։ Հիմա նայեք, այդ նույն բանը գիտությունը բացահայտելու է։ Հիմա որ մերժում ենք, նայեք, նույնիսկ սովետականությունը գիտեք, չէ, որ կիբերնետիկան մերժում էր։ Այո։ Ասում էր, բուրժուական գիտելիք, որը պրոլետարի շահերի դեմ է։ Ոնց որ կապ չունի իրականության հետ սուբյեկտիվ օրինաց հեքիաթներ են եւ այլն, բայց հիմա նայեք չանցավ, չգիտեմ 70 տարի ինչքան դա առաջատար երևույթ է, հիմա ամեն ինչ դրանով է կառավարում եւ այլն։ Հիմա իհարկե քչերն են ընկալում, որ կյանքը մահից հետո կա, բայց դա կարևոր երևույթ է, որ հասկանանք, որ մենք ինչ գործ անում ենք, ինքը չի կորում, ու մենք բոլորի համար պատասխանատու ենք, որ մեռավ չպրծավ, ջրվեց գնաց մեր բոլոր գործունեությունը, ինչ գողացել ենք, մեր հերթով հետ է բերվելու, բայց դա ոնց որ ինչ որ մարդ հետ չի բերում, դա տեզերական կառուցվածքն է պատճառ հետևանք, որ ինքը հետ է բերում, դրա համար ոչ մի բան չի կնում, դրա համար մեր արան բոլոր գործունեությունների համար մենք պատասխանատու ենք, թե լավ, թե վատ, դա պետք է հստակ հասկանանք ու ինքը երբեք չի կորում, ոչ մի անգամ չենք կարա ջնջենք մեր գործողությունը, դա ոնց որ հիշողության մեջ մնում է, որ սարքը միացնեն, օպ, այստեղ դու գողություն արեցիր, այստեղ դու արդար դատացություն չարեցիր, այստեղ դու կաշառք վերցրեցիր, այստեղ ուրիշ երկրի ագենտ էիր, եւ այսինքն սաղ մնում է, ու ինչ ոնց են ընտրում, ասենք թե ինչ որ ապագայի մասին մի քիչ պատմեմ, ոնց են ընտրում երկրի ինչ որ ղեկավար, նայում են այդքան փորձությունների մեջ, ինքը դավաճանություն արել է, ինքը
կաշառք վերցրել է եւ այսինքն ինքը կարացել է դիմակայել իր հոգին ինչքան դիմակայություն ունի թե մարդ կա ոսոս կաշառքի չափ կա որ այդ փորձությունների մեջ անցածներին արդեն լավագույններին են ընտրում մարկությունը ուրիշ է դառնում Հիմա տես դու այստեղից գնալու ես քո հիմնած դպրոցը ժամին նայի եւ ինքդ ասա մենք քանի րոպե ունենք դեռևս զրուցելու թե քիչ ունենք դու ինքը ժամին նայի եւ շարունակենք դու ինքդ կասես այսպեսով մեր հաղորդումը ավարտվեց շարունակենք ես հետ եմ ուզում ասեմ որ գալու գիտական այդ մակարդակը որ մարդիկ ուրիշ ժամանակ թռիչքային ուրիշ կնի բայց մարդիկ պետք է պատրաստվեն դրան որ ընդունեն ասենք թե որ մենակ գիտությունը հորինելով չի շատ հիմա գյուտեր կան որ չեն թողում առաջ գնա որտեղ շատ ասենք ինչ որ վնասում է եղած բիզնեսների ինչ որ բաներին վնասում է հա օրինակ Տեսլայի գյուտերը արկելեցի եւ այլ շատ էլի գյուտեր կան որ անկվնաս չեն տալիս առաջ գնա այսինքն շատ բաներ հորինել են մարդիկ բայց չի գնում առաջ որտեղ կարան հակադիր ինչ որ շահերի մեծ դեմ լինի ու իրանք չթողեն առաջատար գնա իրանք պահում են այն որը իրանք կարան մեծ շահույթ անեն այդ երևույթն է ասենք պատերազմը մեծ շահութաբեր երևույթ է դրա համար չեն կարա այն գաղափարները որոնք պատերազմի դեմ են որ չպատերազմեն այդ բանանեն մարդկանց ներշնչեն տես դաստիարակեն իրանք բոլոր երկրներին ձեռնտու երևույթ է հացից կնկներ նրան բայց որտեղ գիտեք ինչ ֆանտաստիկ փողեր են տեղ աշխատում այդ պատերազմը նույնը դեղագործության մեջ նույնը էներգետիկ բնագավառում Ավտիվ այլտես մեծ փողերն եւ իրենք ուշադիր նայում են հանկարծ ինչ որ մեկը մի նոր գյուտ չանի, որը մարդկության առաջ կտանի, բայց իրենց համար խնդիր կլինի։ Խնդիր է լինելու ու դրա համար խոչընդոտում են ու մարդկանց այդ ներշնչանքը, որ նույնիսկ այդ որ աթեիզմնային ներշնչանքն է, որ չկա նույնիսկ կյանք այդ բանով ուզում ասեմ նայեք միակ կրոն մի քանի կրոնում կա տես բան, մեկը հուդայիզմում է որ չկա կյանք մարդու այց հետո իրանք ընդունում են այս մի կյանքն է հա հա ընդունում են միակ այս կյանքը ինչպես են անում որ իրանց աստվածը ագահություն չանի ես մի հատ դե իրանց մամա որ ասում է որ ամեն ինչ պետք է ոնց որ կարանաս վարել ես ու իշխես Եհովայի ասածը հենց էդ է նո հուդայականության մասին եմ ես խոսում դրա համար իրանք այդ իրանց աստվածը հոգևոր պլանումը տենց չի գործում նո դե իհարկե բոլոր հիմա իրանց այնքան է խաղացել բոլորը ընդունում են իրանց որպես միակ աստված պետք է խապկանք հա այդ որելի ներշնչանք է ներշնչել են հիմա շատերը զոմբի պես այդ են ընդունում բայց դի կապ չունի դի իրանց այդ աստվածը Եհովան Էդի Սատուրնա, Սատանանա, որը քրիստոնեություն ընդունում է Սատանա, բայց մյուս կողմից պաշտում է իրան։ Այսինքն միտեղից պայքարում է, միտեղից էլ պաշտում է, որովհետև ինքը կծել են իրանց, ինչը են կծել, ֆինանսներով են կծել, որովհետև ֆինանսական սնուցումը տեղից են ստանցել, ու իրանք ոնց որ այդ կրոնները սնուցում են, որ իրանց նույնիսկ այդ նուրբ պլանումներում որ ասենք, էլի կան ուժեր, որոնք խանգարի չեն աշխատում մարդկանց վրա, նո այդ մի ուժերից հետո Եհովայի ուժերն են, որը Սատուրնի հետ է կապված, որը այդ մատերիստական մոտեցումն է ստվել նաև այն որ կյանք չկա մահվանից հետո որ սաղ ջանքեր դնեն մենակ այս կյանքով ապրեն որ կարողանան ընկնեն այս կյանքի միակ ինչ հանուն ամեն ինչ թույլ տան որ ինչ որ հաճույք ստանան ամեն ոնց որ չափանիշները ոնց որ չլնեն ոչ մի խոչընդոտներ հաղթահարեն ոնց որ ոչ մեկի առաջ չկանգնեն բիզնեսը այս խանգարումը սպանել, всё գնալ առաջ։ Ինչ պատիժ, ինչ դժոխք, ինչ բան, հա։ Ոչ մի բան չկա, հա։ Այդ այնց է, կամ այս ազգը իրանց խանգարումը ոչնչացրեք, բրցնի գնա, չէ։ Ասենք հիմա որ վերցնենք, թվում է թե հրեաները հավատացյալ ազգ են, բայց ասենք պաղեստինցիներին դրել հիմա ոչնչացում են, նաև դե պլաններ կան շատ ազգերի ոչնչացնելու, բայց դրանց իրոք հիմա ոչնչացում են sense գենոցիդ, բայց կարող են կաշառել շատ են այդ ազգի հետևորդները իրանք մտածում են որ իրանք ճիշտ են անում, այսինքն իրանց մեջ բարոյական նորմերը սա խախտված է ու իրանք մտածում են որ իրանք միանք ճիշտ են, հենց խախտումը այդ տեղից է եկել այդ Եհովա աստվածությունից, որը բերել է խախտումները, մարդկությունը աղավաղումը տեղից է եկել, հիմա այս մատերիալիզմը, այս մարդկանց բթությունը, որ չեն կարող մենակ մատերիալական ընկալումը, որ չկա ուրիշ բան, էլի այդ աստվածությունից է, թեկուզ ինքը մատերիալիստը չի հավատում, բայց դրա հետևանքն է ինքը, հենց այն է, որ ինքը ինչ-որ ժամանակ դրա կուլտին է
փարաբանել ու ընկել դրա հետևորդն է եղել։ Այս կյանքում թե մյուս կյանքում դրա համար ինքը այս վիճակում անգնում, մենակ նյութն է առաջնայինը, նյութից բացի ուրիշ բան չկա։ Բայց մեր հետ տանելու ենք այն նյութական ոչ մի բան մենք չենք կարող, չէ՞, հետներ տանում որ մահանում ենք։ Մի քանի տախտակ։ Հա՞։ Մի քանի տախտակ։ Այդ տախտակն էլ գերեզմանում փտելի է։ Մեր հետ այն չափողականություն չենք տանում։ Տանում ենք մեր ինչ ներքին հավաքել ենք, ինչքան սեր ենք տվել, ինչքան իմաստություն ենք հավաքել, ինչքան բարիք ենք արել, ինչքան մենք էներգիա ենք ունենք, այսինքն մենք ինչքան բարիք ենք անում, սեր ենք դրսևորում, այնքան էներգիա ենք հավաքում, այդ դա ենք անում, դա մեր ոնց որ գումարը, ոչ թե այն, որ նյութական ենք մենակ դիզում։ Այդ նյութական ուղղակի նյութական աշխարհում գոյատևելու հանգամանքները պետք է հարմարավետ լինեն, որ մենք գոյատևենք, իրականացնենք։ Համար մինչև մարդկությունը չփոխվի, ղեկավարները չփոխվեն, որ ավելի հոգևոր մոտեցումներ ցույց տան, ավելի ոնց որ բարոյական օրենքներին կարևորություն դնեն, շատ կարևոր է, ոնց որ այդ օրենքները 10 պատվիրանները չեն, ամենաառաջի պատվիրանը, որ կանան սիրո, որ ամենամեկը սիրի մյուսին, նենց ոնց որ ինքը իրանք սիրեր, այդ ամենակարևոր պատվիրանը, որ հարգի ուրիշի ազատությունը, ուրիշին որպես էլի մարդ դիտարկի, իրան հավասար, այդ շատ կարևոր երևույթ է, որտեղ չեն դիտարկում, որ ուրիշը հավասար, իրանք ասենց գոնար ունեն, որ իրանք միշտ բարձից են նայում, ցանկացած հիմա մի հատ կառավարության անդամն է ոնց է նայում սովորական մարդկանց, ոնց է վերևից նայում, իրանք մարդ էլ չեն համարում են տարականներ, մենք թեկուզ մեր երկրի ղեկավարները, էլի նույն ձև են տենց համար, մարդկանց մարդ չեն համարում, որովհետև իրանք չունեն բարոյական սկզբունքներ, իրանք էլի Եհովայի հետևորդն են, Սատանու հետևորդն են։ Ես կոպիտ եմ ասում, բայց Եհովան այն աստվածությունն է, որը հենց ինքը Սատանան է, շաբաթ օրը, որ ասում են շաբաթ, այդ շաբաթ Սատուրն բարից է, որը էլի Սատանա բարից է։ Ուղղակի մարդիկ ոնց որ աչքերը փակած չեն ուզում հավատան, նույնիսկ հոգևորականները չեն ուզում ընդունել, որ քրիստոնեությունը կապ չունի հյուդայիզմի հետ, բայց խառնել են ու մինչև հիմա տենց պաշտում են հрьяաների հետևորդ են գնում, բայց որը անկման հետևորդ է դրա համար իրանց սկսած ուղղակից չեն կարող ուժ չունեն, որ ասեն մի հատ լստափենք, էլի ինչա, սենց չի, որտեվ օրինակ հյուդայականություն չկա, կյանքից հետո մահ չկա, բան չկա, բայց բոլոր կրոններում կա, մյուս կյանքեր կա, մահից հետո մեր հին հայկական ուսմունքներում զրադաշտություն նույնիսկ ոչ թե մենակ կյանքից հետո կյանքի վերածնունդի գաղափարն էլ կա, քրիստոնեության մեջ էլ կար, հանել են էլի հյուդայականություն։ Դրա համար մենք պետք է մենք ճիշտ մոտեցում ցույց տանք հարցին, նույնիսկ Նժդեհն է դրա մասին շատ խոսում, մենք մի քիչ այդ բաները Նժդեհի sense ենք նայում, բայց ինքն էլ ունի, որ կյանքը չի վերջանում, կյանքից հետո էլի վերածնվում ենք, այդ գաղափարը կա, ոնց որ ինքը ասում է, ես կվերադառնամ, չէ, այդ բանով։ Ու երբ որ մենք ինչ-որ գաղափար ունենք, հաջորդ կյանքում կամ այն մյուս պլանը, որ մենք այդ գաղափարն ամեն առաջնային, ու այդ գաղափարը մենք տանում ենք առաջ, դրա համար գաղափարը ունեցող մարդիկ են կարևոր այս աշխարհում առաջնային, քան ուղակի գոյատևող մարդիկ, իրանք որովհետև այս աշխարհը գաղափարներն են իրականացնում, որի մասին իհարկե Պլատոնն է սկսել այդ առաջին բանը ասել գաղափարների մասին, որը առաջնայինն է, ու այդ գաղափարը, որ մահվանից հետո կյանք կա, այդ կարևոր գաղափար է, մերժելով դա, եթե ինչ-որ մարդ մի բան մերժում է, ինքը երբեք չի կարող ընդունի, որ ինքը չի ուզում ընդունել, որ համոզես, որ ինքը մածունը սպիտակը չի ընդունելու, օբյեկտիվ ոչ մի բան փաստարկ չի բերելու, դուք չեք կարող ոչ մեկ մերժելը ընդունեք, ասենք թե մերժող մարդը, եթե ինչ-որ բան սկսում է մերժողական մոտեցումներ ցույց տալ, իր հետ աշխատանքը չկա։ Ուղղակի ոնց որ թողում ես այդ տեզերական պատճառ հետևանքի, ինքը պետք է ոնց որ այնքան պատերին խփի, որ կոֆի սկսի ուղեղի մի քիչ ուրիշ ձև մտածել, թե չէ ուրիշ մեթոդ չկա։ Ինչ է ասում ժամացույցը։ Ժամացույցը ասում է, որ մենք մեր կյանքում ինչ անում ենք, ամենավերջին եզրափակիչ խոսքը ասեմ, որ կարևոր տեղը, որ էլի ես միշտ դա եմ ասում, որ սերն ու իմաստությունն է կարևոր։ Եթե մենք իմաստություն ունենանք մի քիչ, կհասկանանք, որ կա մահվանից հետո կյանք, այդ առաջին քայլը։ Ով ունի իմաստություն, դա կարանցալի։ Մենակ իմաստության միջոցով կան, թեկուզ ամենաչնչին իմաստությունը դրան կբերի, որ ինքը կհասկանա դրան։
ինտուիտիվ է հասկանում, ոչ չգիտեմ որտեղից է օդից է, բայց ինքը հասկանում է, որ եթե իմաստություն ունի, դա արդեն կա։ Եթե իմաստություն մարդը մերժում է, ուրեմն իմաստությունից շատ հեռու է, դեռ հələ պետք է շատ սովորելու տեղ ունի, որ հասկանա։ Ու մենք այստեղ ապրում ենք, որ իմաստանանք եւ սիրով լցվենք ու մեր հետ տանել ենք մենակ սերն ու իմաստությունը։ Այդ կարևոր տեղը, որ մենք հասնենք, որ Ոստես երկնից ստեղծված, որ մենք հասնենք երջանկության, նույնիսկ այդ մահը էլ երջանկացնելու համար է, որովհետև այն մյուս կյանքերն էլ են երջանկացնելու համար, եթե մենք ոչ թե կրոնը որ վախացնում որ այնտեղ ունես դժոխք կլնես, դժոխքի բան չի, այլ որ երջանի կլնես, այնտեղ գնես որ էլի երջանի կլնես։ Ուղղակի մենք պատասխան ենք տալու բոլոր մեր արարքների համար։ Կարևոր չի մենք շո մեկն է մեզ դրթել, ինչ որ էակ է եկել մեզ դրթել ստիպել են մեզ որ դա անենք դրանք արդարացում չի հրաման եմ կատարել հա նոյեմբերյան այդ բանում հրաման եմ կատարել որ ասում են արդարացում չի կամ որ ասի չգիտեմ ինձ դարել են նեղ վիճակում ոնց որ հատուկ ծառայություններ կոմպրոմիսներ են չէ հավաքում ոչ մի բան արդարացում չի դու պետք է ոնց որ մեկը ընտրես արդար ճանապարհը Բարի մեր այս խոհափիլիսոփայական զրույցը ավարտեցինք, շնորհակալ եմ, ես վստահ եմ քչերը, մեզ կհասկանան, դա ուրախացնում է, որովհետև այդ բարդ բաները, որ ասում ես, ցանկալի չի, որ շատ հասկանա, եթե շատ բոլորը հասկանում եմ, լավ, ուրեմն բարդ բաներ չես ասել, էլի, խորը բաներ չես ասել։ Տրդատ Տոնեկյանին հյուրընկալեցի ես, խորագետ, փիլիսոփա, թաքնագետ, ուսուցիչ, մի շնորհ հանդիպում եթերում։